Ողջույն ընկերներ, այսօր խոսելու եմ պարտքերի մասին։ Պարտքեր ոչ թե ֆինանսական, նյութական արժեքների, այլ ոչ նյութական արժեքների մասին։ Որպեսզի ավելի հասկանալի եւ ըմբռնելի լինի, բաժանենք պարտքերը մի քանի մասերի։ Առաջինը պարտք արարչին, պարտք տիեզերքին, պարտք մեզ ստեղծելու ու մեզ արարելու համար։ Հաջորդ խումբը, որ կարող ենք դասել, դա պարտքն է ինքներս մեզ եւ այն լուսավոր ու ջերմ ուժերը, որոնք օգնում են այս կյանքում մեզ հաղթահարել այս կամ այն խնդիրները։ Հաջորդ խմբին կդասենք այն պարտքերը, որոնք մնացել են մեզ անցած կյանքերից, անցած մարմնավորումներից, որը շատ ժամանակ անվանում են կարմա։ Հաջորդ խմբին կդասենք պարտքեր դիմացինին, երբ մենք պարտավոր ենք դիմացինին։ Եվ վերջին խմբում կներառեմ շատ ավելի կարևոր պարտքերից մեկը պարտք մեր օրգանիզմին։ Մնացած բոլոր դեպքերում մեր պարտքերը փոփոխված են, տրանսֆորմացված են ու շատ ժամանակ մենք կրում ենք պարտքեր, որոնք մերը չեն։ Մենք ուղղակի շատ ժամանակ մեզ վրա ենք վերցրել ուրիշների պարտքերն ու պարտավորությունները։ Եվ այսպես այս ամենի մասին ավելի մանրամասն։ Առաջինը մանրամասն են պարտք արարչին։ Ինչու ենք մենք պարտք։ Մենք պարտական ենք արարչին մեր կյանքը ստեղծելու, մեզ կյանք նվիրելու, մեզ շրջապատող այս հրաշք աշխարհը նվիրելու համար եւ մենք պարտավոր ենք ապրել ու վայելել մեզ ընձեռնված այդ հնարավորությունը երախտագիտությամբ եւ սիրով։ Մենք պարտավոր ենք ապրել տիեզերքի եւ Աստծո օրենքներով։ Մենք պարտավոր ենք անել այն ամենը, ինչ օգտակար է մեզ, դիմացինին եւ շրջապատող աշխարհին։ Գլոբալ առումով ասած, մենք պարտավոր ենք բարեխիղճ լինել եւ օգտակար մեր շրջապատող ամեն մեկի եւ ամեն ինչի նկատմամբ։ Որպես այդպեսին ամենագլխավորը մենք իրավունք չունենք ձեռ բարձրացնենք մեր եւ դիմացինի վրա, քանի որ մեր կյանքը ստեղծվել է ոչ մեր կողմից։ Ու եթե մենք կանք այս երկրագնդի վրա, ուրեմն դա ինչ որ մեկին պետք է։ Ուրեմն մենք պետք ենք դիմացինին, իսկ դիմացինն էլ պետք է մեզ։ Ու բնականաբար մեզ պետք է այն ամենը, ինչ մեր շուրջն է, եւ մենք պետք ենք այս երկրագնդին։ Հաջորդը պարտքեր ինքներս մեր նկատմամբ եւ պարտքեր այն լուսավոր ուժերի նկատմամբ, որոնք մեզ օգնում են այս կյանքում։ Հասկանանք, որ կան ուժեր, կան հրեշտակներ, մեր պահապանները, ովքեր այս կյանքում մեզ առաջնորդում են, շատ ժամանակ օգնում են խուսափել վատ քայլերից, վատ գործողություններից։ Ու ձեր ընկալման դա թեկուզ լինի ինտուիցիա, թեկուզ ենթագիտակցություն, բայց ամեն դեպքում կա ներսից այն հուշող ուժը, որ շատ ժամանակ ուղղորդում է մեզ։ Դրա համար պետք է գիտակցենք, որ նրանք կան եւ շնորհակալ ու երախտապարտ լինենք նրանց, որ մի լուսավոր ուժ միշտ մեր կողքին օգնում է մեզ։ Զգալ եւ հասկանալ, որ նրանք կան, ժամանակ առ ժամանակ դիմել նրանց կյանքի վատ կամ լավ պահերին։ Հակառակ դեպքում, եթե չստանանք նրանց օգնությունը, մեր կյանքի շատ իրադարձություններ կկրկնվեն, մինչև հասկանանք, որ այդ իրադարձություններում պետք է դիմենք նրանց օգնությանը ճիշտ ուղղություն ցույց տալու համար, որպեսզի կոտրենք այդ կրկնողության շղթան։ Հաջորդ խումբը, որ կուզեմ խոսել, անցած կյանքերից եկած պարտքերի մասին է, ու մեր կյանքում, մեր մարմնավորման պահից սկսած կամա թե ակամա մեր կյանքի ճակատագրում դրվում են այնպիսի ծրագրեր, որոնք իրականացնելով մեր քայլերի շնորհիվ մենք կամա թե ակամա մենք մարում ենք այդ պարտքերը։ Շատ դժվար է, հեշտ չէ։ Մեր կյանքում կատարվող իրադարձությունները ու մեր քայլերը լիարժեք ուղղված են կարմայի մաքրման գործընթացին։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերեմ մեկ օրինակ։ Օրինակ, յուրաքանչյուր մարդ ամուսնանում է եւ ամուսնության ժամանակ ընտրած զուգընկերը կամ կողակիցը լինում է որպես նվեր տիեզերքից եւ լինում են կարմիկական։ Ոչ կարմիկական զույգերի դեպքում, այսինքն տիեզերքից տրված որպես նվեր, զույգերը շատ հեշտ սիրահարվում են, իրենց մոտ ամեն ինչ շատ լավ ստացվում է, իրար հասկանում են։ Իհարկե կան խոչընդոտներ ու բարդություններ, բայց ընդհանուր առմամբ ավելի հեշտ է լինում։ Կարմիկականը ավելի դժվար եւ դժան զույգ է, որովհետեւ շատ ժամանակ անցյալ կյանքից այս կյանք կարող են գալ մարդասպանը եւ իր զոհը։
և նրանք լինեն զույգեր, որպեսզի կարողանան իրենց հոգիները հաշտվել։ Կարող են լինել միմյանց թշնամիներ անցած կյանքում և այս կյանքում կարմիկական զույգեր, որպեսզի կարողանան հասկանալ ինչ է սիրելը, հարգելը և գնահատելը։ Շատ տարբերակներ կարող են լինել, կարող են լինել այնպիսիները, որոնք անցնի կյանքում չեն կարողացել օգնել միմյանց և ավելի հեռացել են իրարից և նրանք այս կյանքում ծնվում են որպես ընտանիք, որպես զույգեր։ Շատ հաճախ կարող են լինել նաև դավաճաններ ու օրինակները այսպես բազմաթիվ են։ Դրա համար կարմիկական զույգերի դեպքում շատ ժամանակ դժվար է լինում հաղթահարել խոչընդոտները, բաժանվում են, հեռանում են իրարից կամ այլ տարբերակ է աշխատում։ Փորձենք հասկանալ, որ այդ դեպքում պետք է անել ամեն հնարավորը մեր կյանքը ճիշտ դասավորելու, մեր գործողությունները ճիշտ անելու, որպեսզի մաքրենք այդ կառման։ Որոշ պարտքերի խումբը, որ կուզեմ խոսել, դա պարտք դիմացինին է։ Որպես օրինակ, վառ օրինակ, յուրաքանչյուրիս կյանքում մենք միշտ պարտական ենք մեր ծնողներին։ Մենք պարտք ենք նրանց մեզ ծնելու, մեզ դաստիարակելու, մեզ պահելու ու մեր նպատակներին հասցնելու համար։ Ճիշտ է, շատ ժամանակ ծնողի մոտ կարող է առաջանալ էգո և այդպիսով նա ավելի իր երեխային կողմի պարտքի մեջ, քանի որ միշտ հիշեցնի, որ դու պիտի սա անես հանուն ինձ, դու պիտի նա անես հանուն ինձ, բայց հիշենք, որ այստեղ ուղղակի ծնողի էգոն է և մեր պարտքը մեր ծնողներին պետք է կատարենք սիրով և ջերմությամբ։ Ու պարտք դիմացինի տարբերակներից շատ հաճախ լինում են այն դեպքերում, երբ որ դուք դիմացինին տալիս եք շատ խոստումներ, որոնք չեք կարողանում կատարել և այդպես դա մնում է ձեր հոգու պարտքը։ Դրա համար շատ հաճախ կխնդրեի դիմացինին չտալ խոստումներ, եթե չեք կատարելու։ Իհարկե առանձին դեպքեր են այն ժամանակ, երբ խոստանում եք, բայց չեք կարողանում կատարել։ Դրա համար պարզապես հիշեք, որ պետք չէ շատ բաներ խոստանալ դիմացին։ Հաջորդ խումբը, որ կուզեմ խոսել, դա ևս ամենակարևորներից է պարտք մեր օրգանիզմին, ինչը բնավ մենք ուշադրություն չենք դարձնում։ Մեր առաջադրանքն է առողջ օրգանիզմում ապրել մեր կյանքը։ Ու եթե մենք արժանի ենք ինչ-որ հիվանդության կամ մինչև մարմնավորվելը մեր ճակատագրի ծրագրի մեջ ընտրել ենք արդեն այդ հիվանդությունը, ուրեմն կյանքի ընթացքում կամա թե ակամա մենք ունենալու ենք այդ հիվանդությունը։ Ուրեմն մենք պետք է հոգ տանենք մեր օրգանիզմի մասին, որպեսզի մեր օրգանիզմի մասին հոգ տանենք և ոչ նյութական աշխարհին չստանանք բացասականը, օրվա վերջում քնելուց առաջ պետք է լվանալ գլուխը, ավելի ճիշտ երեսը, ձեռքերը և ոտքերը, որոնք համարվում են օրգանիզմի այն 5 կետերը, որոնք կլանում են բացասական էներգիաները։ Ու այդ միջոցով մենք արդեն պարտք ենք ձեռք բերում մեր օրգանիզմի նկատմամբ։ Չնայած այս սովորությունը, արդեն կարող եմ ասել սովորությունը, որովհետև դարերով շարունակ դա արդեն մտած է մեր կենսակերպում և մեր ծնողները մեզ փոքրուց սովորեցրել են այդ ամենը, ինչը մաքրում է մեր օրգանիզմը ոչ նյութական ու բացասական աղբից։ Իհարկե ոչ նյութական այս պարտքերն ու պարտավորությունները նյութականանալու հատկություններ ունեն։ Ու եթե ոչ նյութական աշխարհում, հոգևոր աշխարհում մենք կարողանանք այս ամենը մինիմալիզացնել ու մեր նյութական ու ֆիզիկական պլանում նույնպես կարողանանք մարել ու մինիմալի հասցնել մեր պարտքերը, ինչը ավելի դրական կանդրադառնա մեր կյանքի ու ապրելակերպի վրա։ Դրա համար եկեք հասկանալով, սիրով կատարենք մեր ոչ նյութական պարտավորությունները, որպեսզի մաքրենք մեզ, մեր ներսի խավարը ու լուսավորենք Արարչի ու Աստծո լույսով։ Լույս և ջերմություն բոլորիդ։ Շնորհակալություն։